Պարոն նախագահ, քիչ առաջ դուք ասեցիք, որ երաշխավորված խաղաղությունը չի կարող կախված լինել մեկ անձի տրամադրությունից, այս դեպքում Ալիևի տրամադրությունից, բայց Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ հայտարարում է, որ խաղաղությունը եկել է, խաղաղությունը սա է եւ ըստ ամենայնի առաջիկա խորհրդարանական ընտրություններին հենց այդ լոզունգներով էլ կգնան։ Այ Հայաստան դաշինքը ինչ է որպես այլընտրանք առաջարկելու, որովհետեւ Փաշինյանը հայտարարում է, եթե գան նախկինները, կլինի պատերազմ, ռևանշիստները հետ կգան։ Այ դուք ինչ եք սրան առաջարկելու եւ դուք կիսում եք այն տեսակետը, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանի լինելիության մասին են, կամ կլինի Հայաստանի Հանրապետությունը, կամ Նիկոլ Փաշինյանը։ Եվ եթե կարելի է մի փոքր դիտարկում էլ դուք եւ ձեր գլխավորած թիմը եւ հատկապես դուք եք սովորաբար հայտնվում իշխանությունների քննադատության թիրախում նախկիններից, այսպես ասենք, ինչու են հենց սևեռվել ձեր վրա, ԿՊ-ն վախենում է ձեզանից եւ ձեր վերադարձից։ Շնորհակալություն։ Կներեք, այդ ԿՊ-ի հարցը ԿՊ-ին տվեք։ Դուք ունեք վերլուծություն ձեր մասով, ինչու են ձեզանից վախենում, որ դուք հնարավոր է վերադառնաք։ Շատ են սիրում նրանցան։ Հա, հիմա չէ, իսկապես այդ հարցը հասարակները ես չեմ։ Հիմա երկու հարցեր, չէ, հիմա բաժանեք իրարից մի հատ ինձ ուղղակի հիշեցրեք, որ դուք ասեցիք, որ խաղաղությունը մեկ անձի տրամադրությունից չի կարող կախված լինել։ Հիմա դուք ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ես փոխվեմ, պատերազմ եւ այլն։ Եթե ինքը դա չի էլ ասում, ինքը ակնարկա անում դրան, որ մարդիկ այդպես ընկալեն այսօրվա իրավիճակը։ Իդեպ համարյա նույնը անում էր 21 թվականին։ Այն ժամանակ աշխատեց։ Հիմա ինչ որ չափով կարող աշխատի, բայց ինչ որ չափով։ Չի կարող լինել խաղաղություն քո հակառակորդի քմաչույքից կախված։ Եվ դու ուզում ես 100 անգամ այս խաղաղությունը եկել է, չգիտեմ ինչ արել եւ այլն, դա մեկ է, եթե եկել է, ուրեմն եկել է եւս Ալիևի տրամադրությունից կախված։ Մեր առաջարկը հետեւյալն է՝ ամրապնդել լուրջ երաշխիքային համակարգով։ Սա է մեր տրամադրությունը եւ համարում եմ, որ սա է միակ ձևը։ Ուրիշ ձև աշխարհում ուղղակի չկա։ Նայեք, այսօր բանակցություններ են գնում Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հետ կապված։ Ամբողջ խոչընդոտը երաշխիքային համակարգն է։ Ամբողջ խոչընդոտը սա է։ Սա իսկապես ուզում է լուրջ բանակցային գործընթաց եւ երաշխիքներ։ Ու չկա աշխարհում որևէ կոնֆլիկտ, որը առանց այդ երաշխիքային համակարգի կաղներ եւ կայուն զինադադարը կամ կայուն խաղաղություն հաստատել։ Նայեք Կիպրոսի կոնֆլիկտը։ Միջև այսօր այդ կոնֆլիկտը ըստ էության կոնֆլիկտ չկա, կարելի ասել խաղաղությունը հաստատվել է, բայց ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերը այնտեղ են։ Եվ կրկնեմ, չկա որևէ մի կարգավորած կոնֆլիկտ այս մոդելով, Նիկոլ Փաշինյանի մոդելով։ Ոչինչ չկա, գոյություն չունի։ Եթե կա, բերեք, օրինակները բերեք։ Ամենտեղ կան երաշխավորներ, կան երաշխիքային համակարգ, ՄԱԿ-ն է ներգրաված եւ այլն։ Եվ հիմնական ձգտողը երաշխիքներ ունենալու պետք է լինի այն կողմը, որը այս պայն ավելի թույլ կողմ է։ Ուժեղ կողմը չի ուզում երաշխիքներ։ Չի ուզում, որովհետև ինքը ուզում է քո կախվածությունը իրենից մնա մաքսիմալ բարձր մակարդակի։ Որ ինքը ինչ ուզի քեզ թելադրի։ Այն է, ինչ մենք տեսնում ենք հիմա։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը հաճույք է ստանում նրանից, որ ամեն քայլափոխեն իրեն թելադրում են, ինքը զիջում է, մեր ժողովուրդը պիտի այդ հաճույքը մեր ժողովուրդը չպիտի ստանա։ Օրինակները բազմաթիվ են։ Մինսկի խմբի, հիշում եք, ասում էին լուծարումը միայն խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո զիջեց հերթով բոլոր ուղղություններով։ Եվ սա վերջ չի ունենալու, որովհետև չկա երաշխիքային համակարգ։ Դեմ են տվել մի հայտարարություն, ասում այս հայտարարությունը կստորագրեմ, եթե ես անես։ Եվ դու թույլ ես։ Ոչինչ չեն արել գոնե թուլությունը հաղթահարելու համար։ 5 տարվա ընթացքում չի արվել ոչինչ,
որ Հայաստանի ասենց ընկալումը եւ դրսում եւ ընկալումը ներսում փոխվի։ Անցած անգամ ես դրա մասին ասել եմ։ Իրեն ձեռ է տալիս, որ մենք լինենք թույլ, որ պատերազմ սկսելու սպառնալիքը մշտական ասենց ներկա լինի մեր հասարակության մոտ։ Իրեն դա ձեռ է տալիս, որովհետև այդ սպառնալիքը ինքը օգտագործելու է վերընտրվելու համար։ Մեր ժողովրդին սա ձեռ է տալիս։ Ունակից ձեռ չի տալիս։ Ես կարծում եմ, որ ամեն մի ժողովուրդ պետք է հպարտության որոշակի մի աստիճան ունենա։ Ու իմ տպարությունը այնպեսին է, որ մեր հասարակության մոտ ինչ-որ բան փոխվել է։ Ամենայն դեպս նաև ձեր հրապարակումների, ձեր տարբեր կարգի նաև հարցումների փողոցային բովանդակությունից դա երևում է։ Հիմա էսա։ Այս ընտրությունները նրա մասին են, արդյոք որ կամ կլինի Հայաստանի Հանրապետություն կամ Նիկոլ Փաշինյան։ Նայեք, Հայաստանի Հանրապետություն բոլոր տարբերակներով լինելու է։ Որտեղ Հայաստանի Հանրապետության բովանդակությունը ինչպեսին է լինելու։ Հայաստանի Հանրապետությունն լինելու Հայաստանի համար կամ Հայաստանի Հանրապետությունն լինելու առանց Սյունիքի կամ Հայաստանի Հանրապետությունն լինելու առանց հայ առաքելական եկեղեցու անունը մնալու է։ Իմ տպավորությամբ այս պայքարը, այս ընտրությունները իսկապես ունիկալ ընտրություններ են լինելու, որտեղ լինելու է Հայաստանի Հանրապետության էության մասին առաջի հերթին։ Մենք հայ ժողովրդի հանրապետություն ենք ունենալու, թե չգիտեմ ինչ։ Անդեմք, անմշակույթ, առանց պատմության, առանց հասկանալի ինչ-որ բաների էլ արինցերների։ Իմ մոտ տպավորությունը սա է։ Իրեն թվում է, թե եթե մենք ասենց այդ մեր ազգային ամբողջ բովանդակությունը եթե մի կողմ դնենք, եթե Թուրքիան, Ադրբեջանը մեզ սկսի ընկալել որպես ամորֆ մի ժողովուրդ, որը ոչ նպատակ ունի, ոչ անցյալ ունի, ոչ ներկա, որ մեզ չեն դիտելու որպես սպառնալիք ու մեզ հանգիստ են թողելու։ Հանգիստ չեն թողելու։ Դու հենց այդ վիճակում Վանես, լավ ուտելիք ես դառնալու քաղաքական, աշխարհաքաղաքական ուտելիք, կուլ տալու համար։ Պես չի լինում, միջազգային հարաբերությունները այդպես չեն աշխատում։ Որովհետև դու նման վիճակում բարեկամ էլ չես ունենալու։ Դու մոռացկան, աշխարհաքաղաքական մոռացկան ես դառնալու։ Մի անգամ ասել եմ, չէ՞, սենց Ռեմբոյը գիքոր է դառել։ Հիմա այդ գիքորի վիճակում է, այս Համեցեքյան։ Երևի այսքանը։ Տեվակ Հակոբյան։ Երկու հարց